կառավարության առաջին նիստով անհապաղ ազգային ժողովի հետ միասին պետք է ընդունել դատախազի մասին օրենքը։ Այսինքն ինչ է սա նշանակում, շատ կարճ եմ գրել, որպեսզի ես ձեզ ընթացքում նաև բացատրեմ։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը կամ դատախազությունը միանգամից անցնելու է գործի բոլոր նախկին պետական չինովնիկների գույքի արգրավմանը միանգամից ազգային ժողովի կողմից այս օրենքը պետք է ընդունվի հենց մի նստաշրջանի ժամանակ, առաջին, երկրորդ, երրորդ ընթերցման միանգամից, որպեսզի դատախազությունը անցնի իր լիազորություններին։ Օրինակի համար վերցնում են Պողոս Պողոսյան, նախկին նախարար կամ նախկին ազգային ժողովի պատգամավոր, համեմատում են Պողոս Պողոսյանի գույքը, որը կազմում է 3x, հաշվարկում են Պողոս Պողոսյանի աշխատավարձը ամբողջ իր աշխատած տարիների ընթացքում կազմում է 1x, Պողոս Պողոսյանը հրավիրվում է դատախազություն, դնում են դեմը սպիտակ թուղթ եւ ինքը պիտի հիմնավորեն 2x-ը որտեղից չի հիմնավորում, 2x-ը միանգամից պետականացվում է առանց դատ ու դատարան, առանց ինչ որ առաջիացյան, երկրորդացյան, եվրոպական սահմանադրություն, ոչ, միանգամից գույքը ազգայնացվում է եւ վերջ։ Ոչ մի բողոքարկման տեղ տվյալ անձը այլևս չունի, կամ հիմնավորում է, կամ գույքը ձեռից գնաց, վերջացավ։ Դա անշարժ գույք, դա շարժական գույք, դա ֆինանսական միջոցներ, դոլարն, բրիլյանտն եւ այլն, բոլորը տեղում պետականացվում է։